Ես ինքս որպես լրագրող քանիցս նաև իմ հաղորդումների ժամանակ այդ ձայնը բարձրացրել եմ, որտեղ եք հայ մտավորականներ։ Հիմա ես էլ կարող եմ ասել, ձեր դժգոհության միանշանակ համակարծիք եմ, որ խոսելուց արդեն պիտի գործի անցնի քաղաքական ուրն ու գործիչը միանշանակ, իսկ որտեղ են մեր մտավորականները։ Մենք իրենց էլ խոսքն ենք ուզում լսել, համաձայն չեք, գուցե պետք է մտավորականը խոսի, ուղղորդի, հստակ նաև ծրագրերով, քաղաքական գործիչներն էլ գործեն, եւ այդ դեպքում կլինի ինչ որ բան ընթացք առաջընթաց։ Շատ լավ հարցադրում։ Շատ շնորհակալ եմ, որովհետև ես ասելիք ունեմ այդ հարցի վերաբերյալ։ Գիտեք, Հայաստանը մեծ է իր պատմությամբ, քաղաքակրթության հիմնադիրն է իմ ժողովուրդը, իմ ազգը, իմ Հայաստանը։ Բայց այսօր տարածքով փոքր մի երկիր է։ Քանի մտավորական կարող է ունենալ Հայաստանը այսօր։ Չի կարող ունենալ 100 մտավորական, չի կարող ունենալ 1000 մտավորական, չի կարող պարզապես։ Հիշենք Թումանյանին, ինքը չէ որ փորձ արեց, նրա վերնատունը մտավորական կորից ստեղծելու շատ ջեր մի փափագ էր, եւ 5-6 հոգու մասին է խոսքը։ Այսինքն մեր լրագրողները չճանաչելով գրողներին, չճանաչելով մտավորականներին, փողոցային ամեն մարդու մտավորական պիտակը կպցնում են, բայց հենց որ սա բացահայտում է իր նյութամոլ էությունը, ասում են, վայ մեր մտավորականները այսպես, վայ մեր մտավորականները այնպես, այդպես չի։ Այդ մտավորականը բացառիկ մի բան է, դա ազգի խիղճն է, որը չի ծախվում, չի դավաճանում, չի զիջում, չի համակերպվում, եւ այդ մարդիկ քիչ են։ Եվ մեկ տասնյակի հասնող մարդիկ կան, եւ դու կարող ես լինել շատ նշանավոր արվեստագետ, բայց մտավորական չլիներ։ Մի պահանջեք, որ բոլորը լինեն։ Ասենք օրինակ ես կյանքում շատ հարվածներ եմ կրել։ Իմ տեսակետը արտահայտելու համար հիշում եմ մանկավարժական համալսարանում միջանցքում խոսում էի դասախոսներ, բոլորը վախեցած ինձ էին նայում, ասում ինչ է պատահել, ասում պարոն Հապյան, ո՞նց եք այդպիսի բաներ խոսում։ Հասկանում եք, ես ամբողջ կյանքում ունեցել եմ մաքուր երազ, ես գյուղացի տղա եմ, ես ծնվել եմ Լորվա մարզում, գյուղական միջավայրում, լորեցիները պարզ, ինչ տեսնում են, դա էլ ասում են, երեսին են ասում, ես այդ մարդն եմ, բայց իմ շրջապատում շատ մարդիկ կան, որոնք մտավորական կոչվի իրավունք չունեն։ Մի շռայլեք այդ պատվանունը, դա պատվանուն է, ասենք Թումանյանը մտավորական էր, Գրիգոր Զորաբ մտավորական էր։ Սրանց եթե մեկին ասում ենք այսօր մտավորական, պիտի գնա կանգնի այդ մարդկանց կողքը, նրանք մտավորականներ չեն։ Այսօրվա այն մարդիկ, ումից մենք պահանջում ենք մտավորական, բոլորին պետք չի խոսեցնել։ Հատուկ այդ մարդիկ պիտի խոսեն։ Ամեն մարդ բերան ունի, բայց ամեն բերան չի, որ խոսելու համար է։ Շատ կարևոր բան ասացիք, համաձայն եմ, մենք լրագրողներս էլ մեղավոր ենք թերևս, որ բերում ենք ամեն մարդու, անունը դնում ենք, մտավորական ասում ենք դե խոսիր ազգի մասին, ազգի անունից եւ արդյունքում ստացվում է մի խառնաշփոթ իրավիճակ եւ իրական մտավորականն է մնում անկյունում, ստվերված։ Բայց այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա, տեսեք մենք մի փոքր շեղվում ենք, բայց դե ընդհանուր թեմայի մեջ ենք այնուհանդերձ, ես կուզեի լավ օրինակ բերեցիք, 5-6 հոգի են եղել Թումանյանի կողքին, դա էլ բավարար է, որ այս ծանր իրավիճակում, պարոն Ափինյան, ոտքի ելնեն այդ 4-5-6 հոգին, ձեր նման, ձեր առաջնորդությամբ կլինի, այստեղ առաջնորդի գաղափարը չի, էլի ես ուրիշ իմաստով եմ դա ասում, հա, վեր կացեք, 4-5 հոգի եք, 6 հոգի եք, ելեք տեսնենք, մենք հաղորդաշարը սպասում է ձեզ, ամեն անգամ, ամեն շաբաթ սիրով պատրաստ եմ հրավիրել այդ 6 հոգուն, որոնք Թումանյանի նման քարը վրա չեն թողնի եւ կասեն այն, ինչ նաեւ դուք եք այսօր ասում։ Դուք ճիշտ ասացիք, Թումանյանն էլ վերնատան նախագահը չէր։ Այո, առաջնորդներ պետք է առաջնորդի խնդիրը չի, այլ ազնիվ մարդիկ, որ միաբանվեն, մենք այս ուղղությամբ աշխատում ենք, թշնամի չունենք, ոչ մեկին չենք ուզում հայոյել, ոչ մեկին, բայց մենք գործով կասեցնելու ենք այս վիճակը, որը ուղղակի հուսահատական է։